Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 5-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներին, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Խոսենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, իդեպ տպավորություն չլինի, որ ես մշտապես խոսում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, հատուկ հավաքում եմ այն նյութերը, որոնք վերաբերում են Միացյալ Նահանգներին, ոչ, դա մեր լրահոսում է այդպես դրված, ինչ համամասնությամբ դրված ալում, այդ համամասնությամբ ես ձեզ ներկայացնում եմ, այլապես մարդիկ պատկերացումը այլ կլինի, եթե ես մտածեմ, դե լավ շատ դրանցից չասեմ, բայց իրանք ամեն օր այդ լուրերին հանդիպում են եւ ցանկանում են իմ գնահատականն ու իմ մեկնաբանությունը լսել դրա մասին, որովհետեւ շատերը ուղղակի անհանգիստ մտածում են, տեսնես այսօր ինչ որոշեց Դոնալդ Թրամփը, ինչ ասեց եւ ինչ արեց, եւ վաղը դրա հետ կապված ինչ հետևանքներ կունենա աշխարհի համար։ Այնպես որ այդ մտահոգությունը տարածված է ամբողջ աշխարհում ու նաև մեր լրահոսում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։ Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին, հայտարարել է Թրամփը, պատասխանելով այն հարցին, որ Կանադան կարող է ուժով միացվել Միացյալ Նահանգներին։ Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ եւ ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է, թե ազգային, թե միջազգային անվտանգության համար, բայց ես կարծում եմ, որ դա շատ քիչ հավանական է։ Ես ընդհանրապես չեմ տեսնում, որ դա տեղի կունենա Կանադայի հետ։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ եթե Կանադան ԱՄՆ-ի մաս լինի, ապա այն արժեքավոր նահանգ կդառնա, եւ ես նայում եմ քարտեզին առանց այս արհեստական գծի Կանադայի ԱՄՆ-ի սահմանը, որը գծվել է կանոնով շատ տարիներ առաջ։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչ հրաշալի երկիր կարող է լինել, հավելել է Թրամփը։ Իդեպ հարց է առաջանում, Կանադան շատ լավ է, նույնիսկ իր տարածքով մեծ լինելով Միացյալ Նահանգներից, ինքը շատ հարմար տեղավորվել էր որպես փոքր եղբայր Միացյալ Նահանգների համար։ Եվ ամեն հարցով կանգնած էր նահանգների թիկունքին, բոլոր պատերազմներին կանգնած էր նրա թիկունքին, բոլոր անվտանգության հարցերով կանգնած էր նրա թիկունքին ու նրա կողքը։ Այդ մասին բոլորը թվարկել եմ, այնպես չի որ նորից դա կրկնեմ, ինչու համար եմ ասում։ Այդ սահմանը իրականում չկար էլ, ու պետք չի մտածել ընդեղ կա փշալար թե չկա, ընդեղ հսկում են օդից թե չեն հսկում, անցակետ կա թե չկա։ Օրինապաշտ քաղաքացին Կանադայի Ամերիկայի շփման ժամանակ այդ ինչ պրոբլեմա ունեցել։ Նա ընդհանրապես որևէ խնդիր չի տեսել Կանադայի Ամերիկայի շփման մեջ։ Նրանք այնպես էին ինտեգրված Ամերիկայի հետ, որ այն ինչին ուզում է Դոնալդ Թրամփը հասնի, արդեն հասել էին։ Բայց հիմա այսօր լրիվ հակառակն է։ Կանադացու մոտ արդեն ինքնապաշտպանական բնածն է ոտի կանգնե։ Նա մտածում է իր իմունիտետը վերականգնի։ Նա արդեն տեսնում է, որ սահմանից այն կողմ պետությունն է, որը ցանկանում է իրան ոչնչացնի։ Նրան միած զգոնացան, նրանք արդեն ուրիշ ձևի են նայում Ամերիկային։ Ինչ հարթուծեց Դոնալդ Թրամփը։ Է չգիտեր, որ դա չէր ելնելու, բայց ինչով մոբիլիզացրեց նաև։ Այդ անհարգալից խոսքով։ Իմ 51-րդ նահանգն է։ Կանադայի վարչապետը Ջասթին Տրյուդոն իմ նահանգապետն է, այս ձևով երկիր են միացնում։ Եվ հետո էլ կանգնում ասում, որ դա չի լինելու։ Ով չգիտեր, որ չի լինելու, որ բա ում համար էր դա ասվում։ Ինչի էր հարաբերությունը փչացնում մի դաշնակցի, որը ավելի նվիրված էր, քան անգամ այդ 50 նահանգների մեջ նահանգներ, որոնք փորձում են ինքնուրույն քաղաքականություն վարել ֆեդերալ իշխանության հետ կապված։ Ավելին ուղղակի Կանադայից հնարավոր չէր ստանալ։ Բայց դա կա իրականում։ Իսկ այսօր Կանադան այլևս երբեք չի վերադառնա նախկին վիճակի։ Նույնիսկ ինչ մաքսատուրք, ինչ որևէ բան։ Նա արդեն մտածում է, որ մի րոպե իմ հարևանը այլևս այլ պատկերացումներ ունի իմ նկատմամբ։ Ուրեմն ես պիտի զգոն լինեմ։ Ուր հասանք, որ Կանադան իր անվտանգությունը որոնում է Եվրոպայի հետ նորմալ համագործակցության մեջ։ Եվրոպական անվտանգային ծրագրերին ակտիվորեն ներգրավված է, որովհետև եւ մտածում է եւ տնտեսական եւ ռազմաքաղաքական առումով ինքը ուղղակի պետք է աշխատի Եվրոպայի հետ։ Եվ ասի, որ այս հատվածում մոլորակի ես եմ ձեր գործընկերը, որևէ խնդիր չկա, եթե տարաձայնություն ունենաք։ Սրա իմաստը ո՞րն է, ժողովուրդ ջան։ Այսինքն
բարեկամից թշնամի ստանալը դա շատ բարդ բան է, որ կարողանաս անել, դրա համար շատ լուրջ որակներ է պետք, էլի, համարյա որ մի օր ուզենաս թագավոր դառնաս, մի օր ուզենաս Ռոմի պապ դառնաս, մի օր ինչ որ բանի կինոյի հերոս դառնաս, չգիտեմ, մարդ էլ իր աթոռը չգտնի, մարդուն տանեն դնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի գահին, ինքը երազի ուրիշի գահ, վայ Տեր Աստված, չեն ասել այդ ինչ գահ, չգիտեմ, ժողովուրդ ջան, ասենց Ամերիկայի նախագահի կարելի արժե զրկել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփն ասել է. Ռուսաստանն ուզում է ամբողջ Ուկրաինա, եւ եթե ես չմտեի, նրանք հիմա կպայքարեին ամբողջ Ուկրաինայի համար։ Ռուսաստանը չի ուզում այն հատվածը, որն այժմ ունի, եւ եթե ես չլինեի, դրանք կշարունակեին ավելի հեռու գնալ, ասել է ԱՄՆ նախագահը։ Իհարկե, այս հարցում փորձում է արդարացնել են հանգամանքը, որ այ տեսեք, եթե ինչ որ զիջումների գնանք, տարածքային կորուստներ ունենա Ուկրաինան, պետք է ինքը ուրախ լինի, որովհետև Ռուսաստանը ցանկանում էր ամբողջը վերցնել։ Ռուսաստանը ցանկանում էր ամբողջը վերցնել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Այո, ցանկանում էր ամբողջը վերցնել եւ 3 օրում։ Եվ Դոնալդ Տրամփը ինչ է մեզ համոզում, եթե մենք տեսել ենք, որ Ռուսաստանը նույնիսկ հանկարծակիության ժամանակ որ հարձակվեց, նույնիսկ այնպես արեց, բայ ես իմ եղբոր վրա կհարձակվեմ, ինքը եղբայրությունը այդպես մանր ժուլիկության վերածեց, որպեսզի պատրաստ չլինեին հարձակման, որպեսզի ինքը հարձակվեր եւ կարողանար շփոթմունքի պարագայում իշխանությունը վերցներ, մտածելով, որ կարող է աղոհացով դիմավորել, մտածելով, որ կարող է Զելենսկին փախնի, մտածելով, որ անկառավարելի վիճակ կառաջանա։ Ռուսաստանը այդ վիճակից է հետ քաշվել։ Ռուսաստանը այդ վիճակում է բնագծերը զիջել 3 տարուց ավել կռվելու պարագայում։ Իհարկե ինքը ուզում էր ամբողջը, բայց եթե ինքը ամբողջը ուզում էր ու ամբողջը չի կարողանում վերցնի, հիմա ինչ անենք, շնորհակալություն հայտնենք, որ ինչքանը վերցրել է թողենք իրան եւ ասենք շնորհակալ ենք, որ այսքանով բավարարվեցիր, բայց հարց է ծագում։ Եթե այսքանը ասում է Դոնալդ Տրամփը, բա հարց չի ծագում, բա այդ դեպքում Ռուսաստանն ագրեսոր չի։ Բա ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն։ Ինչի է ուզում ամբողջը վերցնի։ Մի պետություն, որի տարածքային ամբողջականությունը ինքը երաշխավորել է, ոչ միայն ճանաչել է։ Ճանաչել է մի քանի փաստաթղթերով, երաշխավորել է գոնե մեկով, որը երաշխավորել է նաև Մեծ Բրիտանիան, որը երաշխավորել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, որին միացել է նամակով Ֆրանսիան, հայտարարությամբ միացել է Չինաստանը, եթե նույնիսկ փաստաթղթի ստորագրմանը չեն մասնակցել, ապա ծրագրին որպես միջուկային պետություններ միացել են իրանց երաշխիքով։ Բուդապեշտի մեմորանդումում մենակ այդ 4-ի մեջ չի։ Այդ 4-ը ստորագրեցին, բայց այդ 2-ը Ֆրանսիան ու Չինաստանը միացան դրան։ Եվ այս պարագայում, բա եթե Ռուսաստանը ուզում է հարևան պետությունը ամբողջությամբ վերացնել, ոնց կարելի ասել պատերազմը դադարեցնենք, գնանք լավ էլ համագործակցենք, Պուտինի հետ մենք լավ ենք եղել, ինքը ինձ հարգում է եւ այլն, բա որտեղ մնաց Ամերիկայի արդարադատությունը, որպես աշխարհի ոստիկան, որի դերակատարությունը ինքը տարիների ընթացքում ստանձնել էր, որը կորցրեց, որը կարող էր վերականգնել ուկրաինական պատերազմում Ռուսաստանին պարտություն պարտադրելու պարագայում, խաղաղություն պարտադրելու, թեկուզ ասենք։ Իսկ հիմա տեսնենք, թե այս մարազմատիկների ասոցիացիայի անդամները այս մոլորակի գլուխը ինչ են ուզում բերեն։ Այս մի օր առաջ էր ասել, ուղղակի քանի օր էս իրավիճակի հետ համընկավ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանելով լրագրողի հարցին, թե երբևէ ցանկացել է հարվածել ինչ-որ մեկին, ասել է, որ չնայած սառնասրտությանը միշտ հարվածելու ցանկություն ունի, այն էլ միշտ է ժողովուրդ ջան։ Ես ապրում եմ դրանով, բայց պայքարում եմ դրա դեմ, ասել է Պուտինը։ Պատկերացնում եք Կրեմլում նստած միջուկային գերտերության ղեկավարը, որ ամեն օր սպառնում է, որ կարա մոլորակը վերացնեմ, ուզում է ֆիզիկապես մեկին խփի եւ ինքը իր մեջ հազիվ զսպում է այդ ցանկությունը, որ ֆիզիկապես մեկին չխփի։ Էս են մարդն է, որ ասում է ձանձրանում ենք, երբ որ պատերազմ չի։ Այ երբ որ պատրոնները սենց սուրում են, այ դրանից հետաքրքրություն է առաջանում։ Այսինքն ինքը այդ ձանձրույթից, որ ուզում է մեկին ֆիզիկապես խփի, իրան թույլ չի տալիս, դրա համար խփում է հրթիռներով, ժողովուրդ ջան։ Էդ է պաշտպանվում։ Այդ են նաև Հայաստանում, երբ որ շատերն ասում են Ռուսաստանը ճիշտ է, մենք այդ ենք բացատրում։ Դու ճշտի կողմը հասկանում ես ուժեղն է,
Այսինքն եթե ուժեղանա ճիշտ է, սա է հարցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ կորոշի նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, կախված նրանից, թե Մոսկվան ինչպես կվարվի ուկրաինական կարգավորման շրջանակներում։ Դա կախված է նրանից, թե Ռուսաստանը կշարժվի դեպի խաղաղություն, թե ոչ։ Մենք ցանկանում ենք տեսնել խաղաղության համաձայնագիր, ասել է Տրամպը պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կաջակցի ԱՄՆ Սենատի պատժամիջոցների օրինագծին։ Դե այդ մասին խոսել ենք, որ օրինագիծը կա, բացի այդ էլ ադմինիստրացիայից իրա ասեցին, որ այո, մենք այդ ճանապարհով գնում ենք, սպասում ենք արդյունքներին։ Դոնալդ Տրամպը մտածում է որոշ ժամանակ է պետք համոզվելու իսկապես Ռուսաստանը խաղաղություն ուզում է թե չէ, եւ մեկ էլ մտածի խաղաղությունը Ռուսաստանի պայմաններով ընդունելը ոնց է հնարավոր, կամ արդյոք դա կընդունի Կիևը, արդյոք դա կընդունի Եվրոպան եւ այդ պարագայում ինչ կանի Միացյալ Նահանգները։ Դրա համար մենք դրան էլ ուշադրությամբ կնայենք, որովհետև մենակ հարցը նա չի, որ Ռուսաստանը, որը շատ ակտիվ է մեր տարածաշրջանում եւ փորձում է ապակայունացնել թե դրսից, թե ներսից, նաեւ խնդիրը որն է, ինչպես կորոշեն բաժանել աշխարհը։ Ագրեսորին պատժելու պարագայում հավաքական արևմուտքի պարագայում դա լրիվ այլ ընթացակարգ է, մենք կարող ենք վստահ լինել, որ եթե մենք այդ ցուցակի մեջ ենք մեկ ուրիշ ագրեսորի հարցում էլ մենք մենակ չենք, ոնց որ հակահիտլերյան կոալիցիայի անդամ պետությունները տարբեր քաշային կատեգորիաներ ունեին, տարբեր սոցիալական վիճակներ ունեին եւ տարբեր ժողովրդավարության մակարդակներ ունեին, բայց մի բանով ընդհանրություն ունեին։ Նրանք պայքարել են նացիզմի դեմ եւ դա իրանց միավորեց հակահիտլերյան կոալիցիայի մեջ։ Դրանք էլ դարձան ՄԱԿ-ի հիմնադիր անդամ։ Այսինքն եթե Ռուսաստանին այդ խաղաղությունը պարտադրվեր, այդ պարագայում նոր կոալիցիա այն ինչ որ կստեղծվեր, դա էլ կլներ, եթե մենք ասում ենք ՄԱԿ-ը այլևս ինքը չի կարողանում այս իրավիճակին համարժեք գործել, դա անունը կփոխվեր, թե մի քիչ կվերափոխվեր, թե պիտի վերակազմակերպվեր, թե ամեն ինչ նույն ձևի կմնար, ուղղակի որոշ բաներ կփոխվեր, քվեարկության կարգ եւ այլ, արդյունքում դա կլներ այդ բազան, այդ հիմքը, բայց հիմա մենք խնդիր ունենք, եթե ուժերի դիրքերից բաժանեցին, մենք այլևս մտածում ենք, բա Ռուսաստանի ախորժակը ինչպիսի պայմաններով կբաժանվեն, ինչ կպայմանավորվի Ամերիկան Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում, Սիրիայի հարցում, Թուրքիայի հետ պայմանավորվածության հետ կապված ինչ կլինի, Ադրբեջանի հետ կապված ինչ կլինի, Իրանի հետ կապված ինչ կլինի, դրանից կախված է նաև Ռուսաստանը իրան կզսպեն, կասեն սուս մնա դու անելիք չունես Հարավային Կովկասում, թե կասեն դե լավ ստեղ զիջում ես, այնտեղ էլ մենք ենք քեզ զիջում, դա քո ավանդական տարածքն է, որովհետև այսօր շահերի եւ տարածքների բաշխման խնդիր է քննարկում։ Իդեպ ասեմ, որը չի ստացվելու Տրամպի մոտ, բայց կարող է այդ վատ իրավիճակից, այդ անկառավարելի, անկանխատեսելի իրավիճակից օգտվեն մեր ոչ բարեկամ հարևանները եւ օգտվեն, եթե չասենք թշնամիները։ Չեմ կարողանում ասել թշնամիները, որտեղ մենք ենք տենց ընկալում, բայց մեր իշխանությունները այտենց չեն ընկալում։ Դրա համար այդ հարցում մենք խնդիրներ ենք ունենում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանելով Պուտինի եւ Տրամպի հանդիպման մասին լրագրողների հարցին, որի հնարավորության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը խոսել էր ապրիլի վերջին, նշել է. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի կեսերին Մերձավոր Արևելք այց նախատեսված չէ, Պուտինի այց։ Նման հանդիպումն իհարկե անհրաժեշտ է, բայց այն պետք է համապատասխան կերպով նախապատրաստվի։ Դա պահանջում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև շփումների շարունակություն, որոնք սկսվել են եւ ներկայումս շարունակում են, սակայն առայժմ այս հարցի վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա, ասել է Պեսկովը։ Սա էլ շատ ցավալի է, որ այս որևէ դեպքն է, որ Դոնալդ Տրամպը ասում է բանակցում ենք, պարզվում է չեն բանակցում, ասում է հեսա կգնանք կհանդիպենք, պարզվում է չեն ստացվում, մի քանի նման բան եղել է։ Եվ անգամ Մյունխենի ֆորումի հետ կապված հիշում եք, որ ասում են Ռուսաստանի հետ բանակցենք, Ռուսաստանը այնտեղ ներկայացված չէր։ Իսկ Դոնալդ Տրամպը ծրագրում է մայիսի 15-ից 16-ն այցելել է Սաուդյան Արաբիա, Քաթար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, եւ ինքը հույս ուներ, եւ դա մասին էր ասել, որ հույս ունեն, որ Սաուդյան Արաբիայում Պուտինի հետ կհանդիպենք, բայց Ռուսաստանից ասում են նման այց ընդհանրապես մենք չենք նախատեսում։ Այդ ոնց է դա հնարավոր։ Առանց ճշտելու տենց բան կարելի է ասել, իմաստը որն է։
որ հետո դա ասես, հետո դա հերկվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ մտադիր է փրկել ամերիկյան կինոարդյունաբերությունը 100% մաքսատուրք սահմանելով արտասահմանյան ֆիլմերի վրա։ Ամերիկայում կինոարդյունաբերությունը շատ արագ մահանում է, այլ երկրներ առաջարկում են տարատեսակ խթաններ մեր կինոգործիչներին և ստուդիաներին Միացյալ Նահանգներից հեռացնելու համար։ Հոլիվուդը և ԱՄՆ-ի շատ այլ տարածքներ ավերվում են։ Սա այլ ազգերի կողմից համակարգված ջանք է, հետևաբար ազգային անվտանգության սպառնալիք, գրել է ԱՄՆ նախագահը։ Տրամպը նշել է, որ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչին լիազորում է անհապաղ սկսել երկիր մտնող և արտասահմանում արտադրված բոլոր ֆիլմերի վրա 100% մաքսատուրք սահմանելու գործընթաց։ Իհարկե սա հերթական ձախողված միջոցառումն է աշխարհում, որտեղ կինո արտադրել են, Եվրոպան, որը որ շատ ավելի մեծ փորձառություն ունի, շատ ավելի մեծ հնարավորություններ ուներ կինոարտադրության, այնուամենայնիվ սիրահոժար բոլորը ընդունեցին, որ կինոակադեմիան Ամերիկայի Միացյալ Նահանգների դա է այն մակարդակը, թեպետ տարբեր տարատեսակ պրեմիաներ կան, էլի այնպես չի, որ մենակ Օսկարն է, բայց ամենահեղինակավորը նա էր, ճանաչեցին Ամերիկայի կողմից այդ ֆիլմը, ուրեմն լավ է, անգամ եվրոպացիները սիրահոժար իրանց դիրքերը զիջել էին, իրանց չափի միավորը դարձել էր ամերիկյան կինոակադեմիան, այդպիսին էր վերաբերմունքը։ Հիմա երբ որ այս հարցի հետ կապված գնում ես նման քայլի, խոսքը մենակ չի վերաբերվում կինոյին, որը այդտեղ կցուցադրեն թե չէ, խոսքը վերաբերում է, որ աշխարհը մտածում է, այս ինչի ենք մենք այսքան կախված Ամերիկայից, որ ինչի մենք պետք է ֆիլմ նկարենք եւ որ այն դեպքում, երբ որ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ շատ էր խոսում, որ տարբեր չափորոշիչներով ելնելով ոչ այդքան օբյեկտիվ են իրանք անում, շատ բաներ կա, որ ճիշտ չի, այսինքն չեմ ուզում դրա մեջ խորանալ, որ դա մասնագիտական բաներ է, բայց այդ կարգի դժգոհությունների պարագայում անգամ ինչքան էլ այդ դժգոհությունն եղել է, չի սասանվել հեղինակությունը ամերիկյան կինոակադեմիայի, չի սասանվել հեղինակությունը Օսկարի մրցանակաբաշխության։ Տրամպը ցանկանում է դրան էլ հասավ ձեռը, ժողովուրդ ջան, դրան էլ հասավ։ Ուզում է փրկի Հոլիվուդը, ուրեմն իմացեք Հոլիվուդ կարճ ժամանակ հետո չի լինի, որովհետև այլևս մարդիկ պետք է ասեն չհասկացան։ Իսկ որևէ մեկը հիմա մաքսատուրքերի հետ կապված չտեսավ, որ եթե դու մաքսատուրք մտցնում ես, քո դիմացել են մտցնում։ Երջանկահիշատակ մեր ավագ գործընկեր Իսահակ Նյուտոնը ում համար ասե ազդեցությունը ծնում է հակազդեցություն, ժողովուրդ ջան։ Ֆիզիկայի օրենքները ոնց որ թե չի փոխվում եւ մեր կյանքում դրանք քաղաքականության մեջ է շատ դեպքերում կիրառվում են։ Հարց է ծագում, հիմա որ դրա դեմ քայլեր կատարեցին, դրանից Հոլիվուդը օգտվելու է, ամերիկյան կինոարտադրությունը օգտվելու է, ամերիկյան հեղինակությունը կինոարտադրության եւ կինոների նկատմամբ համաշխարհային մակարդակ ապահովելը օգտվելու է դրանից։ Իսկ հիմա նայենք Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ Եթե մեզ վրա հարձակվեն կամ մեզ պատերազմ պարտադրեն, մենք ուժով կպատասխանենք, մենք կհարձակվենք նրանց շահերի եւ նրանց բազաների վրա։ Այս առումով որևէ սահմանափակում չենք ունենա։ Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները, հավելել է գեներալ Նասիրզադեն։ Այսինքն սա այն դեպքն է, որ Իրանը հարևաններին սպառնալով ցույց է տալիս, որ Ամերիկան համարում է, որ ինքը բարեկամ երկրներ ունի այս ռեգիոնում, բայց այդ բարեկամ երկրներին Իրանն ասում է, Ամերիկան այսօր ձեզ տերը վաղը տեր չի, բայց ես կդնեմ, ձեզ կհարվածեմ։ Խելքներդ գլուխները թավակեք, իմացեք, որ իմ դեմ եք դուրս գալու։ Ինձ որտեղից խփեցին, պատասխանը այդ պետությունը ստանալու է։ Ինքը փորձում է նաև ռեգիոնը հանի Ամերիկայի դեմ, որ նրանք կանեն Ամերիկային ասեն, ես ի՞նչ է քո արածը, ինչի ես մեզ կարակը գցում։ Որպես ինչ ես դա անում, ընկին չի պիտի դրան համաձայնվենք։ Եվ այս ամեն ինչը եկավ նրա վրա։ Այն արդար ցանկությունը, որ կար, Իրանը թող միջուկային զենք չունենա, որտեղ մտահոգված են, որ մեկ ուրիշ պետություն միջուկային զենք ունենա, դրանց թիվն ավելանում է, տեղից էլ տեսնում ենք միջուկային շանտաժի լուծումը գտնված չի, բայց այս պարագայում, երբ որ Իրանի հետ կապված շատ խառը պատմություններ առաջացավ, Իրանը մեկուսացումից դուրս եկավ եւ Ամերիկային է մեղադրում, ասում է դու ես ագրեսոր։ Ես էլ ստիպված պատասխանում եմ դրան։
The Washington Post-ը հաղորդում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը վրդոված է եղել իր վերջերս ազատված ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցի Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուի Թեհրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու ռազմական տարբերակների շուրջ համակարգմամբ։ Սա մի քանի օր առաջ է տարածվել, ուղղակի այդքան չկարևորեցի, բայց հիմա երբ որ Իրանը այս պատասխանն ասում է, նայենք թե ի վերջո Ուոլցին ուրիշ գործի ուղարկեցին ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Ամերիկայի, բայց ամեն դեպքում գաղտնազերծում են, որ իմացեք նաեւ պատճառը որն է։ Ուոլցը վրդովեցրել էր նախագահին, երբ փետրվարին Սպիտակ տանը կայանալիք հանդիպումից առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ինտենսիվ համակարգում է անցկացրել Իրանի դեմ հնարավոր ռազմական տարբերակների շուրջ։ Ուոլցը ցանկանում էր ԱՄՆ քաղաքականությունը տանել այնպիսի ուղղությամբ, որը չէր համապատասխանում Տրամփին, քանի որ ԱՄՆ-ն չէր փորձում դիվանագիտական լուծում գտնել։ Սա հասել է Տրամփին եւ նախագահը դժգոհ էր դրանից։ Այն որ որոշեց պաշտոնանկ անել։ Հիմա դուք տեսաք, որ Իրանին հարվածելու հետ կապված անգամ ադմինիստրացիա տարածայնություններ կան եւ բոլորը չեն որ կողմնակից են դրան, բայց մենք լավ գիտենք, որ դրա ամենամեծ ցանկությունը ունի Իսրայելը, որովհետեւ ինքը շատ ոգևորվեց Տրամփի աջակցությունից եւ ֆալս ստարտ արեց, որի պարագայում հիմա մնաց փաստի առաջ։ Կանգնեց ասեց ես Իրանին կհարվածեմ, պրոբլեմ չկա, կանգնեց ասեց գազան կդատարկեմ, պրոբլեմ չկա, հիմա եւ այնտեղ պրոբլեմ ունի եւ այնտեղ պրոբլեմ ունի։ Հիմա երբ որ Ամերիկան հետաքաշում, Իսրայելը փաստի առաջ է կանգնում, որովհետեւ Իրանը դա չի ներելու։ Այո, եթե այն ժամանակ Իրանը մեկուսացված էր, Ամերիկայի աջակցությամբ Իսրայելը կարող է կործանարար հարվածներ հասցնել Իրանին։ Այդ պահը բաց է թողնված։ Այդ պահը ակնհայտորեն հասկանում են գործից հասկացող յուրաքանչյուրը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային անդրադարձել է Եմենի հութիների կողմից Իսրայելի վրա հարձակումներին եւ Իրանի կողմից նրանց աջակցությանը։ Նախարարությունն ընդգծել է, որ Եմենի աջակցությունը պաղեստինցիներին անկախ որոշում է։ Իրանի կապը հութիների գործողություններին կեղծ հայտարարությունները, որը կոչված է թաքցնելու Իսրայելի վայրագությունները եւ արդարացնելու տարածաշրջանում հետագա ապակայունացումը։ Իրանը վճռականորեն եւ ողջ ուժով կպատասխանի Իսրայելի ցանկացած ագրեսիայի, ասել է Բաղային, մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի սպառնալիքները Թեհրանի հասցեին Եմենի Անսար Ալլահ շարժման կողմից Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանի գնդակոծման իբր մասնակցելու համար, որ իրանցիները օգնել են։ Մենք անպայման կպատասխանենք ցանկացած ագրեսիայի մեր ողջ ուժով, ամենավճռական կերպով, դրան մի կասկածեք։ Թեհրանի համար նշանակություն չունի, թե որտեղից կլինի հարձակումը, պատասխանը կլինի ցանկացած ուղղությամբ, ընդգծել է Էսմայել Բաղային։ Սա էլ նա, որ Իսրայելը փորձեց ցույց տա, որ այ երբ որ հութիները խփում են, պատասխանը ոչ թե կստանան միայն հութիները, որը այդ մասին երեք էլ խոսեցինք, որ իրանք 3 ամիս անց չեն հարվածել, բայց հիմա ասին կհարվածենք, բայց նաև ասին, քանի որ Իրանն նրանց աջակցում Իրանն է կհարվածենք, Իրանն էլ ասում է պատասխանը չի ուշանա, անմիջապես իմացեք ցանկացած գալին պատասխանել ենք, բայց այսօր այն թաթերականացված ներկայացումը, որ եղավ Իրանը Ամերիկային զգուշացրեց, հարվածեց, նրանք էլ օդում խփեցին, այդ հաջորդ թաթերականացված ներկայացումը չի սպասվում։ Այդ որի պարագայում արդեն խնդիր է առաջանալու։ Այդ պարագայում արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լավ գծում է, իմաստ ունի այսօր Իրանին հարվածել, թե չէ, առավել եւս, որ համաշխարհային աջակցություն չի ունենա։ Եվ այն բոլոր հարցերում միշտ չի որ Ամերիկան ճիշտ է եղել, բայց միշտ իր կողքին են եղել իր դաշնակիցները։ Իդեմս Կանադայի, իդեմս Մեծ Բրիտանիայի, իդեմս Ֆրանսիայի, իդեմս Ավստրալիայի ցանկացած հարցում շուռա եկել տեսել է կողքը կանգնած են։ Նույնիսկ եթե իրանք խոստովանել են, որ այդ պատերազմը այդքան էլ արդարացված չէր, իրանց դաշնակիցները դա չեն քննարկել։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ մի դաշնակցի վրա չի կարող հույս դնի, որ ասի բերեք կոալիցիա կազմենք այս մեկի դեմ։ Դե ասեն շնորհակալություն, դու գնա քո հարցերը լուծի։ Դու մեր դեմ ես դուս եկել, մենք գանք քեզ մի անակում դեմ դուս գան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ Ալկատրաս կղզու բանտը կվերաբացի աշխարհի ամենավտանգավոր հանցագործների համար։ Երբ մենք ավելի լուրջ երկիր էինք, բա ինչի են անլուրջ, այդ ով անլրջացրեց։ Հին ժամանակներում մենք չէինք վարանում բանտարկել ամենավտանգավոր հանցագործների եւ հեռու պահել նրանցից, ում կարող էին վնասել։
Այդպես էլ պետք է լինի։ Մենք այլևս չենք հանդուրժի այս սերիական հանցագործներին, ովքեր չարիք, արյունահեղություն եւ քաոս են առաջացնում մեր փողոցներում։ Ահա թե ինչու այսօր ես հանձնարարում եմ վերաբացել Ալկատրասի բանտը աշխարհի ամենադաժան եւ բռնի հանցագործներին տեղավորելու համար։ Չգիտեմ, թե պատճառը որն է, որ էլ Ալկատրաս, էլ կինոակադեմիա, էլ չգիտես ինչ, էլ բան մնացել է, որի մասին չի ուզեցել բարեփոխի կամ կարգի բերի, բայց դա էլ է ինձ մի քիչ զարմացնում, որովհետև Ալկատրասը գոնե, եթե կառուցման օրվանից համարենք, նա ի վերջո 110 տարվա պատմություն ունի, լավ ավելի շատ։ Հետո եմ դե իհարկե սկզբից որպես բազա, հետո դարձավ բանտ, բայց ի վերջո Ալկատրասն չի փակվեց։ Այդ որ հիմա Դոնալդ Տրամփն ուզում է բացի, բան չի փակվեց։ Փակվեց, որովհետև ծախսերը շատ մեծ էր։ Փակվեց, որովհետև հսկայական ծախսեր էր արվում այդ բանտի պահպանության համար եւ հսկայական ծախսեր պետք է արվեր վերանորոգման ու չգիտես տարբեր հարցերի համար։ Այլապես բա պատճառը ո՞րն էր, որ փակվեց։ Այո, այնտեղ շատ լուրջ հանցագործներ էին մնում, ամենածանր իհարկե հանցագոր աշխարհի հետ նենց առանձնապես երբևիցե առնչություն չեմ ունեցել, բայց գոնե մեկը կար, որի հետ կապված մենք մշտապես տարբեր առիթներով հիշում էինք, մեր միակ իմացած ամենահայտնի հանցագործը, որ 5 տարի Ալկատրասի բանտում ա եղել, Չիկագոյի մաֆիայի պարագլուխը, նախորդ դարի 20-30-ական թվականների Ալ Կապոնեն ա եղել։ Էդ է, բայց հարցը նա է, որ այսօրվա դրությամբ, երբ որ Դոնալդ Տրամփը մտածում է, որ այդ ծանր հանցագործներին տանի Ալկատրաս, եթե ինքը պատկերացնի, թե ինչ ձևով պետք է կարգի բերեն այդ ամեն ինչը համապատասխանացնեն ժամանակակից պահանջներին, դրա ծախսը կլինի չափազանց մեծ։ Այն դեպքում, երբ որ Ալկատրասը որպես թանգարան մարդկանց տանում են ցույց են տալիս, արդեն թե ինչ է տեղի ունեցել, այդ ամեն ինչին պատմում են, չէ՞։ Հիմա զբոսաշրջության վայր է դառել եւ տարեկան 1.5 միլիոն մարդ գնում է Ալկատրասի բանտը դիտարկում որպես հետաքրքիր իրանց համար, թե այ ամենադաժան բանտը ինչ տեսքա ունեցել։ Այդ տարեկան 1.5 միլիոն այցելու ունեցող բանտը փող է աշխատում, փող է բերում։ Այդ դրա դիմաց գնացեք ժամանակակից ուրիշ բանտ սարքեք։ Ամերիկայի տարածքը չի հերիքում, կոռանամ ձեզ համար։ Մի հատ տեղ չունեք, տանեք մի հատ բանտ սարքեք։ Պետք է գնաք կոնկրետ փող բերող կառույցը վրան էլ փող դնեք, այն դեպքում երբ որ փակվել է թանկ ծախսերի պատճառով, որ տանեք մի երկու հանցագործ պահեք։ Չգիտեմ, թե մասնագետները ինչ խորհուրդ կտան, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ սա իրան կարդարացնի։ Հարցին թե ով կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, հաջորդ ընտրություններին հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը պատասխանել է, որ կա 10-15 մարդ, նրանց շարքում նշելով փոխնախագահ Ջեյ Դի Վենսին եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոին։ Ջեյ Դին հիանալի է աշխատում, նա հրաշալի է, Մարկոն նույնպես հիանալի աշխատանք է կատարում, ասել է Տրամփը։ Իհարկե ում անունները ինքը տվեց, նրանք այլևս շանսը կկորցնեն անմիջապես։ Նախ այնպես չի, որ մի 100 օր աշխատելուց հետո կարելի է գնահատական տալ, թե 4 տարի հետո ով կարող է լինել, այդպիսի գնահատական տալ մի քանի օրվա աշխատանքով, պարզապես մոտեցումը լուրջ չի, բացի դրանից էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարները այդ ինչ մեծ հնարավորություններ ունեն նախագահ դառնալու։ Չմոռանանք, որ նույնիսկ նախորդ ադմինիստրացիայի Էնթոնի Բլինկենը, որ իր վրա շատ մեծ բեռ էր վերցրել, որովհետև Ջո Բայդենը տարիքով մեծ էր, այդքան ակտիվ չէր, Քամալա Խարիսը արտաքին քաղաքական հարցերում ակտիվ ներգրավված չէր, Ջեյք Սալիվանը որպես անվտանգության գծով ազգային անվտանգության հարցերով խորհրդական այդքան ուժեղ կերպար չէր, ամբողջ բեռը ընկած էր Էնթոնի Բլինկենի վրա եւ նա նախագահների մակարդակով, վարչապետների մակարդակով ինքն էր հարց լուծում եւ Բլինկենի աշխատանքը շատ տեսանելի էր մեզ համար, բայց երբ որ մենք մեր ամերիկացի հայրենակիցների հետ խոսում ենք, նրանք ասում են, բայց դա ձեզ համար է ինքը կարեւոր, մեզ համար ինքը ով է, որովհետեւ երկրի ներսում ընտրողը արտգործնախարարի աշխատանքը այդպես չի գնահատում, ինչպես մենք ենք գնահատում, որովհետև մենք տեսնում ենք դա ինչ է անում։ Այսինքն մեզ համար Բլինկենը շատ կարևոր կերպար էր, բայց Ամերիկայի ընտրողը չէր գնա Բլինկենը ընտրեր, էդ էլ չմոռանանք։ Սա ուղղակի ասի նրա համար, որ մտածել, որ պետքարտուղարը մեծ շանս ունի դա։ Նախ, իսկ եթե խոսում ենք փոխնախագահ անմիջապես նախագահ դառնալու, եթե չեն սպանել կամ եթե
ինքը չի հրաժարվել պաշտոնից կամ եթե չի մահացել պաշտոնի վրա, որ փոխնախագահը ավտոմատ դառնա նախագահ, մնացած այդ քանի դեպք գիտեք, որ փոխնախագահը նախագահ է ընտրվել։ Թերևս կարելի է մի հոգի հիշել անմիջապես, որը եղել է Ջորջ Բուշ ավագը, որը եղել է Ռեյգանից հետո, այն Ռեյգանի հեղինակությունն ու Ռեյգանի քաղաքական կապիտալը ավտոմատ ձևով իրան դարձրեց նախագահ, թե չէ ուրիշ պարագայում դա ուղղակի հնարավոր չէր լինի։ Իսկ եթե հանկարծ Դոնալդ Տրամպը այս ընթացքում սխալներ գործի, ընդհակառակը կուսակցությունը պետք է փորձի Իրանից տարանջատվել, հաստատ Իրան նշած որևէ տեխնացու ուղղակի չի կարող առաջադրվել, այդ պետք է ուղղակի այդ իմանար, չգիտեմ դա ինչի համար ասել։ Իսկ հիմա նայենք Հայաստանում ինչ է կատարվում։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ վարչապետը մայիսի 9-ին չի մեկնի Մոսկվա հաղթանակի շքերթին մասնակցելու։ Մի քիչ ճիշտ չէ, որ ես ասեմ, կարող է վարչապետը որոշել չգնա վերջին րոպեին կամ գնա։ Չգիտեմ, հնարավոր է COVID-ով հիվանդանա, հնարավոր է բոլորը COVID-ով հիվանդանան, տեսնում եք շատ երկրների ղեկավարներ հիվանդացան եւ չեն գնում, հայտարարել է Սիմոնյանը։ ԱՄՆ նախագահը գտնում է, որ Հայաստանը պետք է մասնակցի այդ հանդիպմանը, քանի որ 45 թվականի հաղթանակի հարցում նաեւ Հայաստանը դերակատարություն ունի, ըստ Սիմոնյանի այդ այցերը նաեւ միջազգային գործընկերների հետ հանդիպումների հնարավորություն ունեն։ Իհարկե որ Հայաստանը մասնակցությունի հետ գիտենք եւ պարբերաբար խոսել ենք, բայց դա էլ կարանք Հայաստանը մասնակցություն ունի, Հայաստանի տարածքում նշես այդ հաղթանակի տոնը, ով որ դա հաղթանակ համարում է։ Բայց ինչ վերաբերվում է եւ երկրի խորհրդարանական կառավարման համակարգում երկրի երկրորդ դեմքի պաշտոն է կանգնում է ազգային ժողովի նախագահն ասում է դե վարչապետը կարող է COVID ընկնի կամ կարող է հիվանդանա, Ժողովուրդ ջան, ես պաշտոնյա չեմ, ես այդ ամեն ինչը ասել եմ, որ կարող է ինքը նաև հարմար առիթով հեծանվից ընկնի, կարող է հերթական COVID-ը ընկնի, մի օր հետո բուժվի, այնպես որ տարբերակներ կան, բայց պաշտոնական ձևով ասել Ժողովուրդ ջան, իմացեք, ինքը չի ուզում գա, վախենում է խնդիրներ կա, բայց վախենում է մերժի, դրանից էլ խնդիրներ ունենա, դրա համար պլանային COVID-ը ընկնում, Ժողովուրդ ջան, ձեռեք առեցես։ Այդ ում որ օրինակ եք բերել, որ հիվանդացել է, ասենք Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հիվանդացել է, ինչի որևէ մեկը կանգնել է պարլամենտի նախագահ անդեղից, Սկուպչինայի, ասենք ասի, որ Ժողովուրդ ջան, իմացեք, որ բանա ինքը ուղակի բանա որոշել է COVID ընկնի, վախենում է գնա Մոսկվա, որովհետև Եվրոպայից իրանց զգուշացրել են, որպեսի նենց անի բան չլինի, ինքը սուտի հիվանդացել է, դուք պատկերացնում եք, այսինքն սա ինչ է նշանակում, սա ծաղր է նշանակում, Ժողովուրդ ջան, եթե այդքան քաշ չունես, որ կարողանաս ասես, չեմ գալի, կամ նպատակահարմար ենք գտնում ուրիշը գա, արդարացնում եք, որ դե Ժողովուրդ ջան, դե մի կհիվանդանա չի գնա, իդեպ ասեմ ձեզ, ոչինչ մենք չենք շահելու, եթե ինքը չգնա, բայց եթե ինքը կգնա, կշահենք համաշխարհային խայտառակություն։ Այս է տարբերությունը, այդ ուղղակի իմանանք։ Նաև ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, մեծաքանակ փող է ծախսվում, փող է գալիս դրսից, մանավանդ մեծ հյուսիսային հարևանի կողմից, համաձայնելով լրագրողների հուշմանը, այո, Ռուսաստանի։ Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ որ օրինակ ռուսական հեռուստաալիքներով բազմաթիվ անգամ տարբեր մեկնաբանություններ, հաճախ նաև ցավոք սրտի հերու հայկական ազգանուն ունեցող մակարդակով փորձում են Հայաստանում իշխանություն փոխեն, միտինգների անոցներ են անում եւ այլն եւ այլն։ Ես զգուշացնեմ, տեղեկացնեմ, կհիշեք հետո խոսքերս, որ դա 2026 թվականին ել ավելի է ակտիվանալու, հայտարարել է Սիմոնյանը։ Այսինքն ինքը հայտարարում է, որ Ռուսաստանից ակտիվ ձևով աշխատում են, ինչքան մոտենան ընտրությունները, այնքան ավելի ակտիվանալու են։ Բա ռուսակ ալիքները ինչի՞ չեք փակում։ Բան նոր էիք հայտարարում, որ 180 երկրի մեջ 171-րդն է։ Այդ աշճանի անազատ ալիքներ ինչ գործ ունեն Հայաստանում։ Եվ մեկ էլ հասկանում եք, որ ընտրությունների հետ կապված այս ամեն ինչը ելնում է, այդ ինչ է դա մենակ իշխանությունների հետ կապված է լանում։ Դա լինում է եւ պետության հետ կապված, դա լինում է եւ ցանկացածից հետ կապված։ Այնց որ ընտրության մասին իմացել են, բոլորն ակտիվացել են, թե ոնց փորձեն մեկը մեկին խառնեն իրար, մեկը մեկի դեմ աշխատեն, ու ինչքան գնա, այնքան ավելի է շատանալու։ Դրա համար նույնիսկ ես հարկել չեմ համարել դրան անդրադառնամ, բայց ինձ մի քանի անգամ ասել են, բա գիտեք, ինչ որ մեկը ասում է, որ ինչ որ ցուցակներ, ինչ որ նկարներ են դնում, ձեր նկարն էլ կա, մեկը ասում է, որ ես Նիկոլ Փաշինյանին եմ սատարում, մեկը ասում է, որ ինչ որ գրանտներ են ստանում, այս մարդիկ եւ այլ եւ այլ։ Ժորժ ջան, հերթական անգամ ասեմ, գրանտ
գրանտները դա հրապարակային է, դրանք գաղտնի չեն։ Երբ որ մեկը գրանտ է ստանում, ցուցակով գրվում է, այսինչ ազգանուն։ Լինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգների գրանտ, ուզում է դա Սորոսը լինի, USAID-ն լինի, NDI-ը լինի, ուզում է եվրոպական գրանտային ծրագիր, ուզում է Հայաստանի ներսում։ Բայց լրագրողները որտեղից են գտնում, որ հանում են ցույց են տալիս, որ ասում են, որ տեսեք, այս մարդիկ գրանտ են ստացել։ Որովհետև դա բաց թեմա է։ Եթե որևէ մեկը իմ ազգանունը այդտեղ չի գտել եւ գրում է, որ ես գրանտակիր, ես դրան ավելի լավ հերքելու ինչ ասեմ։ Կամ եթե ես կանգնում եմ, որ ասում եմ Նիկոլ Փաշինյանը, անգրագետ, գավառական ստախոս, եւ բերում եմ փաստեր, ես չեմ պիտակավորում, բերում եմ իր ասածները եւ դնում եմ իր կողք, եւ պետական հանցագործ է։ Որովհետև ինքը ասել է Արցախի 91 թվականին հանձնած էր արդեն, եթե դու դա ասում ես ազգային ժողովի բարձր ամբիոնից, դրանից հետո դու ոնց ես հանձնարարել զորքը Ադրբեջանի տարածքում կռվի։ Եվ այսինքն նշանակում է դու օկուպանտ ես համարում անգամ առաջի Արցախի պատերազմից եւ այն բոլոր բաները ինչի ես ֆինանսավորել Ադրբեջանին մեր բյուջետային փողերը մի խոսքով բոլորը չթվարկեմ ես հանգամանոր է դա էլ չեմ պիտակավորել դա ես նշել եմ փաստեր որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է դարակից հանի վերցնի իր խոսքը նայի եւ նայի այսինքն պատկերացնում եք Ժողովուրդ ջան ես ասում եմ Նիկոլ Փաշինյանը հանցագործ է անգրագետ է եւ գավառամից ստախոս է ու ես իրան սատարում եմ դրանով հիմա եթե այս կարծիքա մեկը հայտնում Ժողովուրդ ջան, չեք ուզում ձեզ սատարեմ։ Օրինակ բավական մեծ լսարան ունեմ։ Դուք որ այդ խելքին եք, այդ ծտի ուղեղով։ Բերեք ձեզ սատարեմ։ Ասեմ, որ դուք գավառամիտ, ստախոս եք, հանցագործ եք եւ անգրագետ եք։ Շնորհակալ եք։ Սատարեցի ձեզ։ Եթե դա համարում եք սատարում, Ժողովուրդ ջան, ես զարմանում եմ, էլի, այս մակարդակին են ասել։ Այո, Ժողովուրդ ջան, ամեն ինչ էլ անելու են, բոլորի դեմ էլ փորձելու են անեն, իրանց մրցակիցներին շարքից անեն, ու չկարծեք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն անելու է նախկինների վրա գցի, նախկիններն անելու են Փաշինյանի վրա գցեն։ Արևմտամետների մի մասը փորձել է մյուսների դեմ դա անի, որպեսզի իրանք շահեկանորեն Երևան։ Այս ամեն թատրոնը լինելու է, բայց այդ պարագայում ամեն մեկը որոշեք։ Ինչ որ մեկը որ չգիտեք եսիմով, եթե այդ ինչ որ մեկը որ ով է ինքը, պետք է կանգնի ասի, բա ես կարծում եմ, որ այս մարդը գրանտ է ստանում։ Դուք դրան պետք է հավատաք, մի հատ չասեք։ Մի հատ տպի հա մի հատ տենանք այդ որտեղ ես կարդացել։ Ես դրա որը հերք եմ, մենապարզ ասում եմ հերքումը, որտեղ կգտնեք, դատի տվեք ինձ։ Կամ եթե որևէ մեկը ինձ կասի, դա իմ դեմը կոնկրետ կանգնի կասի, ես ապացուցում եմ դա այդպես է փաստաթուղթ կներկայացնի, ես կարող եմ իրան դատի տալ, որևէ խնդրեմ չեմ տեսնում, Ժողովուրդ ջան։ Ուղղակի ափսոս է մեր թանկագին ժամանակը, այդ ամբողջը անում են նրա համար, որ ներքաշեն, որ մենք այդ կարգի բանավեճերի մեջ մտնենք եսիմում հետ, որի պարագայում այն ինչ որ ձեզ կարևոր ասելիք ունենք ընտրություններից առաջ չհասցնենք դա անենք, ներքաշվենք ինչ որ կռիվների մեջ, ինչ որ բաներ արդարանանք ու ապացուցենք, եթե դուք մարդուն լսում եք, կանգնում եք, կամ մեկն է կանգնում ասում Փաշինյանին քննադատում ես Քոչարյանի շահերն ես պաշտպան։ Այո, եթե ես ասում եմ Քոչարյանը հանցագործ է, երևի Քոչարյանը ինձ դիմել է, որ ասեմ ինքը հանցագործ է, Ժողովուրդ ջան։ Բայց հրապարակային գործի չամբողջ իմաստը նա է, ասում են ինքը ասում է, բայց տակից կարող է օգնի։ Տակից կարող է աշխատի դիվերսանտը, Ժողովուրդ ջան։ Որ եթե ես գնամ միտեղ, ասենք ինժեներ աշխատեի, տակից գնայի մի հատ դիվերսիոն գործողություն ան։ Դուք էլ բացահայտեիք, ասեք, այդ գրասենյակը, որ նստած է, այնիշ կամուրջը ինքն է պայթացրել, տեսել ենք մեր աչքով։ Հրապարակային գործի դիվերսանտը ո՞րն է։ Կամ ասիկը տակից աշխատելը ո՞րն է։ Եթե ես բերեմ եմ փաստեր, որ դուք կարող եք հանգիստ վերցնել, ինքներդ ստուգել եւ իմանաք, որ սա հանցագործ է։ Տակից ո՞նց եմ այդ հանցագործներին օգնելու։ Եթե իմ նպատակը նա է, որ դուք ունենաք փաստեր, փաստարկներ եւ հիմնավորումներ, ոչ թե պիտակավորումներ, որտեղ պիտակավորումը կարող ասենք ես մեկը վատնա, դուք էլ ասեք վատնա, հետո ասեն, բա ինչ գիտես, ասեք դե դուրս չի գալի։ Մենք դրանից չենք է խոսում։ Ես վերում եմ փաստեր, Քոչարյանը ինչա ստորագրել, ինչա արել ապրիլի 12-ին զորք հանել, ինչա արել մարտի 1-ին, ինչա արել մնացած բան։ Այս ամեն ինչը կոնկրետ փաստեր են, ինչա արել Սերժ Սարգսյանը։ Այսինքն ասում եմ Սերժ Սարգսյանի պատվերն են կատարում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ ասում որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանի KGB-ի գործակալ է, հա, այն մարդ տղեկ բերեք ձեզ է սատարեմ էլի, սենց ուղեղով մարդկանց, Ժողովուրդ ջան։ Այս մակարդակով եք ուզում նորմալ երկիր ունենանք։ Սա է հարցը, որ շատ դեպքերում անգամ
մարդ ինչ որ միտեղ նաև հիասթափվում էլ է, էլի շատ դեպքերում, գիտեք ինչից, որովհետև նայում եմ այն որ ասում են պետք է ակտիվ ձևով անենք, նորմալ այլընտրանք ստեղծենք, որ այլընտրանքը լի թե այս իշխանությանը, թե նախկիներին, բայց իմ դեմ YouTube-ով աշխատողները ավելի ակտիվ ու համակարգված են աշխատում, քան այն մարդիկ, ովքեր ուզում են, որ մենք ակտիվ լինենք։ Սա է մեր հարթակը, այս հարթակով ենք մենք պայքարելու, այս հարթակով պետք է կարողանանք մեր լսարանի հետ նորմալ աշխատենք։ Ես ուզում եմ, որ դա էլի նկատի ունեցեք, որովհետև դուք հիմա համոզվեցիք, որ ոնց են աշխատում, շատ լավ էլ համակարգված աշխատում են, լավ էլ մեթոդավոր աշխատելու են։ Եվ եթե դուք դրա հետ կապված պասիվ լինեք, կամ էլ թե չասեք, այ մարդ, ուրեմն մի բան ասում են, ուրեմն մի բան ճիշտ է։ Իսկ ասեք, լա ասող դու ով ես ընդհանրապես։ Քո ասածը կնիկը ճաշասենյակում քեզ կլսի, խոհանոցում կարող է մի երկու բան խոսած լսեն, հետ իսկ ճաշասենյակում դմիշտ ավելի լուրջ տարածք է, էլի ասեն, այդ տղա դե սուս մնա, դու ինչ ես հասկանում որ խոսած։ Եվ եթե այդ կարգի մարդը, որի խոսքը խոհանոցից ենքոն ոչ մեկը չի լսի, ես շատ կասկածում եմ, որ տնեցիք կլսեն իհարկե խոհանոցում։ Եթե այդ մարդը որոշի ինչ-որ մի բան հայտարարի, պետք է դուք որոշեք, որ ինքը ճիշտ է։ Եթե այդ խելքին եք, դրա համար էլ մեր երկիրը այսօրին է, ժողովուրդ ջան։ Ես դրա համար եմ ասում, ափսոս է մեր թանկագին ժամանակը, քիչ չի եղել, որ փորձել են իմ դեմ աշխատել, այն ժամանակ է մի քանի տարի առաջ ես էլ այն ժամանակ շատ վիրավորվեցի, ասեցին ընդհանրապես մի շաբաթ անգամ սկի չէի էլ անում այս նյութերը, եթե չեք ուզում, ես հիասթափվեցի, ոչ վախեցա, ոչ էլ էսկում, բայց հետո հարցազրույցներ էլ չէի գնում, հետո սկսեցին ասին տենց ոնց կլինի բան եւ այլ, բայց իրանց նպատակներն նա է, որ ձերպես մարդկանց շարքից անեն, ի վերջո համոզեցին, լավ կամած ընդեղ էլ գնացի, սա էլ փորձեցի աշխատացնել ու իսկապես հասկացա, որ այո, մարդիկ շատ ստոր ձևերով կարող է փորձեն ինչ-որ բաներ, բայց նաև մենակ ստոր ձևով անել չէ, նաև համակարգված աշխատում են։ Դրա համար ժողովուրդ ջան, այս ամեն ինչի հետ կապված, երբ որ ասում եք, բա ակտիվ ինչ պետք է անենք, ակտիվությունը ես տեսնում եմ, որ պահից ես ասել եմ, պետք է քաղաքական հայտ ներկայացնել ու անել, աշխատենք դրա վրա կազմակերպական հարցերում, տեսել ենք եւ ակտիվությունը իմ դեմ ինչ են արել եւ տեսել եմ որ մերոնք այդքան էլ բավարար ակտիվ չեն այն մարդիկ ովքեր դա ցանկանում են իհարկե հիմա նաեւ ուրիշ բաներ էլ կասեն դա էլ չկասկածեք մի բանում ուղղակի բախտս բերելա Քենեդու սպանության մեջ ինչ չեն կարող մեղադրել չնայած այդ ժամանակ 3 տարեկան էի բավական ճարպիկ էի կարող ասին կարող է հնարավոր է որովհետեւ արդեն Դոնալդ Տրամպը գաղտնազերծել է փաստաթղթերը Քենեդու սպանության իմ ազգանունը ենթադրում եմ այդտեղ չի լինի գոնե այդ մի բանը ին վրա դնել չեն կարողանա ժողովուրդ ջան այնպես որ դուք ավելի լավ մտածեք իսկ մենք ինչ ունենք անելու որ ուժեղ լինենք կարողանանք մեր քայլերը անենք որովհետեւ մեկ է նրանք իրանց անելիքն անելու են ու ինչպես տեսնելու եք տեսնում եք լավ էլ համակարգված են անում ֆանտաստիկ էլ փող են դնում իսկ դրա դեմ մենք պետք է պայքարենք մեր ուժերով դե ինչ այսօր այսքանը դիտեք եւ դատեք ինքներդ շնորհակալություն